Ինչ տաշիրի կրթաթոշակը սկսել է փոխանցվել պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին, մեր գերազանցիկների թիվն է նաև ավելացել։ Ուսումնական գործընթացը բարելավելու եւ գրավիչ դարձնելու ուղղությամբ Տաշիր ընկերությունների խումբը արդեն 2 տարի գերազանց առաջադիմության ունեցող ուսանողներին իրականացնում է կրթաթոշակի տրամադրում, ամսական 250,000 դրամի չափով։ Ոչ միայն իմ, այլ նաև մյուս ուսանողների համար բավականին մոտիվացնող է կրթաթոշակ ստանալու փաստը։ Նախորդ տարի 55, այս տարի արդեն 81 գերազանց ուսանող է արժանացել կրթաթոշակի։ Տաշիր ընկերությունների խումբն իր բարեգործական ծրագրի շրջանակում համալսարանում ստեղծել է գերազանցության 2 կենտրոն։ Առաջինը 2017-ին աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության հետ համատեղ, իսկ երկրորդ կենտրոնը ստեղծվել է 2018-ին Կասկադ ընկերության հետ։ Տաշիր խմբի կողմից պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքում 2 հարկում հսկայածավալ աշխատանքներ են իրականացնել լսարանային եւ լաբորատոր ֆոնդերի լրիվ վերազինման համար։ Թե ուսանողները եւ թե դասախոսական կազմը փաստում են, որ գերազանցության կենտրոնների գործունեության 2 տարվա ընթացքում ակնհայտորեն բարելավվել է կրթության որակը, մեծացել ուսանողների հետաքրքրվածությունն ու հեշտացրել բուհից աշխատաշուկա անցումը։